Բարձր դատարան մենք որոշել ենք մեր եզրափակիչ ելույթի առանցքը դարձնել Արոն Վաղարշյանի իրավական փիլիսոփայական հարցը ով է ընտրողը։ Սա պետք է գործ լիներ ոչ թե կուսակցությունների շահերի, որ յուրաքանչյուր կուսակցություն ներկանար եւ իր անձնական շահը առաջ տաներ, այլ ընտրողի քաղաքական իրավունքի մասին, ընտրական իրավունքի մասին։ Մեր ամբողջ դիմումը մեկ մարդու մասին է, այն քաղաքացու, որի կամքն է սահմանադրությունը պաշտպանում եւ որի կամքը պաշտպանելու առաքելություն ունեն պետական մարմինները եւ նաեւ այս բարձր դատարանը։ Եվ ուզում ենք այրթով անդրադառնալ այդ ընտրողի հատկանիշներին։ Պարոն Խաչատուրյան, ընտրողը մտածող մարդ է, նա վերլուծում է։ 5 օր շարունակ տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում եւ հասկանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորում։ Մենք հասկացանք, որ կարելի ասել չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում։ Վարչական վարույթներ չհարուցելը մենք տեսանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես գործել է որպես կանցելարիա։ Ընդամենը վերահասցեագրել է իրեն ուղղված այն դիմումները, որոնց ինքը օրենքով պիտի անդրադառնար, ուղիղ պարտականությամբ։ Ու այստեղ ոչ մի բացատրություն ընդունելի չի, ոչ մի պատճառաբանություն ընդունելի չի, թե քանի բողոք է բողոքարկվել դատական կարգով։ Այստեղ կարևոր է այն արձանագրումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացրել է 0 վարչական վարույթ։ Այո, այդ թվում իրավապահ մարմինների կողմից հակաքարոզչության իրականացումը եւ այո, նաեւ հղում կատարեմ դոկ կուսակցության ներկայացուցիչի դիրքորոշմանը։ Ընտրակաշառքների վերաբերյալ հրապարակումներին պահանջեր տվյալներ, կողմերին հրավիրել մի հարկի տակ, տար հավասար հնարավորություններ եւ եզրահանգեր, թե որ կողմն է փորձում ոչ իրավաչափ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ի վերջո, ԿԸՀ-ն կոչված է իրապես վերահսկել ընտրական process-ը։ Փոխարենը անատան գրություն քննչական մարմիններին թե կլինի արդյոք չտակ մասնակից ուժերի անուններ, որին ստանալով ոչ իրավաչափ մերժում, ասել են դե չի լինի։ Ու վարչական վարույթների վերաբերյալ բացակայությունը, իսպար բացակայությունը։ Ես չեմ մոռանում մեր խոսակցությունները։ Ես հիշում եմ մեր հարցադրումները, երբ ուղիղ հարցնում եմ պատասխանողին, խնդրում եմ ասեք, քանի դիմում եք ստացել վարչական ռեսուրսի կիրառման մասին, քանի վարույթ եք հարուցել եւ ինչ որոշումներ եք կայացրել, սկզբից պատասխանը հնչում է հեսա ճշտենք կպատասխանենք, հետո պատասխանը հնչում է 258A որոշում։ Նայում ենք 258A որոշումը, 0 տվյալ կա վարչական վարույթների մասին։ Փոխարենը նշված է, որ ստացել ենք դիմումներ, վերահասցեագրել ենք դրանք։ Ու այստեղ պետք է նորից շեշտեմ մեր դիմումի հիմքում նշված 2 առանցքային ահռելի տվյալները, որ մենք ներկայացրել ենք։ Արթիկ եւ Մարտունի համայնքներում աշխատանքային ժամին վարչական համայնքի ղեկավարների ուղիղ հրահանգով ամբողջ համայնքի աշխատակազմը փաստացի մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավին։ Դրա վերաբերյալ կայացվել է 0 վարույթ, ոչ քրեական, ոչ վարչական վարույթներ չեն հարուցվել։ 0 մարդ է ենթարկվել պատասխանատվության եւ այդ ամեն ինչը այդպես էլ մնացել է անհետևանք։ Ու այստեղ էլի եմ կրկնում, բացարձակ կարևոր չի, թե ինչքանով է այդ գործողությունը բողոքարկվել դատական կարգով։ Փաստ է այն, որ վարվել է կանաչ լույս 2 իշխանական ըստ էության իշխանական մարմինների կողմից իշխանության համար վարչական ռեսուրսի չարաշահումը կատարել, ինչքան իրենց սիրտը կկամենա։ Հանձնաժողովի քաղաքականացված անդամները, ովքեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով ԿՊ քարոզչություն էին իրականացնում, պարզեցին, որ ունեցել են 25000 լիցենզավորված հանձնաժողովական մարդ, ով կարող է լինել հանձնաժողովի անդամ, բայց ով զարմանք ԿԸՀ-ն չի կարողանում փոխարինել իրավախախտ հանձնաժողովականներին, ասելով, որ թող մասնակցեն ընտրություններին, հետո մի բան կմտածենք։ Զատկից հետո կարմիր ձու։ Ու այստեղ էլի եմ կրկնում։ Պետք չի ասել, թե ունեցել ենք վերահսկողական մեխանիզմներ, որովհետև այդ վերահսկողական մեխանիզմների սոսկ արձանագրումը ընտրական օրենսգրքում
փաստացի տեսնում ենք, որ չի երաշխավորում դրանց գործունեությունը։ Պարզապես հղում անել ամեն անհարմար հարցին, թե ինչու կհնչի գործել այն փաստարկով, որ գիտեք ինչ կա, դուք ունեցել եք վերահսկողական մեխանիզմ, ում ա պետք է վերահսկողական մեխանիզմը, ում ա պետք վերահսկիչ վերստուգիչ հանձնաժողովի գոյությունը, եթե ինքը ըստ էության որևէ բան չի անելու, սրան հետո ավելի ուշ կանդրադառնամ։ Ում է պետք է վստահված անձանց, որ այդքան հղում է կատարում իրենց գոյությունը, եթե ըստ էության իրենց արձանագրված խախտումները հետո որևէ արձագանք չեն ստանալու։ Ում է պետք է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված լիազորությունը, երբ որ ԿՀ-ն ասում է, ես չեմ կատարում դրանք, ուղղակի հրաժարվում եմ դրանցով զբաղվել։ Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի համար այն ընդհանրապես գոյություն ունի։ Ինչի համար առհասարակ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետքա լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Պարոն Վաղաշյան, ընտրողը զոմբի չի, ընտրողը զգացմունքներ ունի, ու այդ զգացմունքները ենթակա են ազդեցության։ Ու նրա վրա, ճիշտն ասած, ամեն ինչ ազդում է։ Մենք ներկայացրել ենք, թե ինչ հետևողականորեն են աշխատել իրավապահ մարմինները, որպեսզի հակաքարոզչություն անեն ու օգնեն ՔՊ-ի քարոզչությանը, ու դա միայն պնդում չէ։ Առաջին անգամ ընտրական վեճերով դիմողը իր վրա է վերցրել նաև այս պնդման ապացուցման բեռը ու ներկայացրել է սոցիոլոգիական հարցման տվյալները, ապացուցելով ազդեցության ձևը ու չափը։ Անընդհատ հնչել է այս օրերին այն հարցը, որ նաև որպես փաստարկ ընդունվել է, որ այո, կան խախտումներ, բայց ինչ ազդեցություն կարող են նրանք թողնել։ Այդպիսի հայտարարությունները չեմ սխալվում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներն ասա եւ նաև երրորդ անձի ներկայացուցիչները։ Բայց ահա եւ ազդեցությունը։ Մեր գործընկեր Արամ Վարդևանյանը ներկայացրել է ապացույց անկախ փորձագետի կողմից արված սոցիոլոգիական հարցում։ Առաջին անգամ պատմության մեջ սահմանադրական վեճով դիմողը իր վրա վերցնելով այդ բեռը ապացուցման վերել եւ ներկայացվել է թվաբանական հաշվարկ։ Բոլոր հարցվածների 31%-ն ասել է, որ կենսաթոշակները ազդել են ընտրական որոշման վրա։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասել են, որ իր որոշման վրա դա ազդել է, նրանցից 91%-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին։ Նույնը եղել է առողջության ապահովագրության դեպքում, եւ մենք շատ հստակ փաստերով ներկայացրել ենք, որ դրանք եղել են ոչ թե պարզապես պետական ծրագրեր, որ պետքա բյուջեով նախատեսված լինեն եւ նորմալ է, որ պետությունը դա իրականացվեր, այլ շատ հստակ նախընտրական քարոզչության հիմնական թեզերը։ Մենք տեսել ենք, որ քարոզչության ընթացքում եւ մեր դիմում էլ հղումներով կա, վիդեոներով եւ ամեն ինչով, թե ինչպես է այդ կենսաթոշակի հարցը, ասում է տատիկ ջան, պապիկ ջան, ինչպես էր լավ էր այս դժվժիկը վայելեցիք, առողջության ապահովագրությունից օգտվեցիք, սա ակնհայտ քաղաքական քարոզչության բաղկացուցիչ մաս էր։ Հակակոռուպցիոնի հայտարարությունները լսած եւ ընտրությանը մասնակցած անձանց 21%-ը որոշել է չքվեարկել այդ կուսակցությունների օգտին։ Բարձր դատարան, սա արդյոք բավարար արդյունք է գնահատելու դրանց ազդեցությունը, թե ոչ։ Հարցվածների 21%-ը ասել է, որ լսելով այս հաղորդագրությունները ինքը չի գնացել եւ ընտրել հաղորդագրություններում նշված կուսակցությունների օգտին։ Ի վերջո, բոլոր թվարկված խախտումները ազդել են ընտրությունների մասնակցած անձանց 55%-ի կամքի վրա։ Եվ ոչ բոլորն են հոգեբանորեն պատրաստ դիմակայել տեղեկատվական ճնշումներին ու ոչ բոլորն են ստանում 1 միլիոնից ավել աշխատավարձ։ Պարոն Խունդկարյան, ընտրողը նաև տեսնում է։ Ներկայացված նյութերով ու ապացույցներով հիմնավորել ենք, որ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Այս հնարավորությունից չեն օգտվել մյուս կուսակցությունները։ Օրինակ, արդյոք կարող ենք նաև հարցադրում ուղարկել։ Նույն դոկ կուսակցությունը, եթե պետական բյուջեից ֆինանսավորվեր 419 միլիոն դրամով, շատ ավելի հաջող քարոզարշավ չեր անի եւ ավելի բարձր ցուցանիշներ չէր գրանցի։ Արդյոք բոլորին դեմ են կուսակցությունը, եթե այդ գումարը ստանար եւ օրինակ կառավարության դիմաց խաղալիք մուկ տշելու փոխարեն Դիսնեյլենդից մեծ միջոցառում կազմակերպեր եւ Միկի Մաուսին տշեին կառավարության դիմաց, այդ կրեատիվ արշավը շատ ավելի հաջող չէր լինի եւ ավելի շատ ձայներ չէր բերի։ Արդյոք մասնակից որևէ այլ կուսակցություն, ովքեր այստեղ ներկայացված չեն եւ չեն ատել շեմը,
ունենային այդ պետական միջոցները, կամ օրինակ կուսակցություններից մեկը այդ միջոցներով կարողանար 80,000 աֆրիկացի բերել եւ հանրապետության հրապարակում զորահանդես կազմակերպել, արդյոք չէր կարող ավելի արդյունավետ իրականացնել իր քարոզչությունը։ Ես ուզում եմ այստեղ հստակ շեշտել։ Մեր կողմից առնվազն հիմնավոր կերպով ներկայացվեցին են բոլոր համեմատական պայմանագրերը, որոնք ցույց էին տալիս մի կողմից առաջին կոռուպցիոն սկանդալը, այս իշխանության պատմության մեջ ես կարող եմ ասել իր մեծությամբ, երևի թե անիֆից հետո երկրորդ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը։ Պետական միջոցներից հատկացված $1 միլիոն իրականում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզչության դրոնների փաստացի ծախսը։ Ես դա հիմնավորել եմ ներկայացված պայմանագրերով, ես դա հիմնավորել եմ, որ չէր կարող զորահանդեսի կառավարական օթյակը իր աթոռներով արժենար $1.5 միլիոն, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ճոխ հանրահավաքները էկրաններով եւ դրոնների շոուներով արժենար ընդամենը $24 միլիոն։ Եվ քաղաքացիական պայմանագրի 1 ամսվա քարոզչության ամբողջ այդ ծախսերը, որոնք պատվիրակել էին այդ կազմակերպությանը, ավելի քիչ արժենային, քան հունիսի 1-ի մանկական միջոցառման անցկացման ծախսերը։ Եվ ես խնդրում եմ եւ ակնկալում եմ բարձր դատարանից, որ առնվազն այս մասով, որքան էլ որ իմ համար արդեն կանխատեսելի եղավ մեր միջնորդությունները ձեր կողմից չբավարարվելու հետևանքով ձեր ըստ էության վերաբերմունքին այս ծախսերի, այդուհանդերձ ակնկալում եմ, որ նախընտրական հիմնադրամի վերաբերյալ ծախսերի չափը, դրանց ստուգելիությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկիչ վերստուգիչ ծառայության ավելի լուրջ մոտենալը, ինչ որ չափով ձեր եզրափակիչ ակտով անդրադարձ կկատարվի։ Ի վերջո կսահմանենք այդ կարգավորումները ինքնանպատակ են, թե ինքնանպատակ չեն, արդյոք ենթակա են որևէ կարգով վերահսկման, թե ենթակա չեն։ Ես այստեղ ուզում եմ, քանի որ պատասխանող կողմը նշեց, որ դուք ունեիք ներգրաված աուդիտոր, դուք կարող էիք դրա մասին բարձրաձայնել, մի փոքր բարձաբանում նաև մտցնեմ, թե ինչպես կարող էինք։ Ըստ էության վերստուգիչ վերահսկիչ հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվել է 258A որոշման նախորդ օրը 13-ին, երբ դեռ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված չեն եղել կուսակցությունների վերջնական հաշվետվությունները։ Այսինքն ըստ էության ամենամեծ ցանկության դեպքում էր այդ պահի դրությամբ, երբ որ ընտրությունների արդյունքները հրապարակում էին, դիմողներից ոչ մեկը հնարավորություն չուներ ուսումնասիրելու այդ հաշվետվությունները եւ պարզել դրանցում կան արդյոք կասկածելի ծախսեր, թե չկան։ Եվ այս պարագայում մենք գտնում ենք, որ պատշաճ ապացուցման գործընթաց չիրականացնելով, վկա չհրավիրելով եւ չփարատելով են կասկածները, որ առնվազն $1 միլիոն գերազանցված են եղել քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական ծախսերը, որը միանշանակ եւ իմպերատիվ կերպով իրենց մասնակցությունը բացառելու էր առհասարակ այս քվեարկությանը, մենք գործել ենք ոչ իրավաչափ եւ ակնկալում եմ, որ առնվազն գոնե ծախսերի մասով իր հետևությունները բարձր դատարանը եզրափակիչ ակտում կանի։ Ընտրական գործընթացներում երկու մաթեմատիկա կա, երկու հաշվարկային բազա կա։ Մեկը դա քվեների հաշվարկն է, մյուսը նախընտրական հիմնադրամի ծախսերը եւ օրենքը հստակ է նախատեսել, այստեղ ազդեցության գնահատման խնդիր չկա, ծախսը գերազանցեց կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Մեր ներկայացած տվյալներով հիմնավորվում է 960 միլիոն դրամի ծախսը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գերազանցել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առհասարակ չպետք է թույլատրել կուսակցության մասնակցություն ընտրություններին։ Բարձր դատարան այս ընտրությունները պատմության մեջ բացառիկ այն ընտրություններն են եւ այս process-ը բարձր դատարանում այն process-ն է, որի ընթացքում կուսակցությունների ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել կալկուլյատորով, բարձր հաշվարկի միջոցով։ Եթե միշտ քննարկվում է ազդեցություններ, հնարավորություններ եւ այլն, այստեղ թվաբանական հստակ հաշվարկներով գալիս ենք եւ ձայների հաշվարկի եւ ֆինանսական ծախսերի հաշվարկով, դա ապացուցելի է։ Իրավական հետևանքը, որը պետք է լիներ, պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունելի չհամարեր
Չգիտես ինչի կուսակցության որոշված հաշվարկի մեխանիզմը առաջնորդվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակցությունների իրենց տարեկան հաշվետվությունների համար նախատեսված ընթացակարգով, այլ կերպ պետք է պահանջեր հստակ շուկայական գներ, իր վեստուգիչ ծառայությանը պահանջեր, որ աուդիտորները պահանջեն փաստաթղթեր, սեփականատերերից վարձակալության ծախսեր եւ այլն։ Դա չի արվել, հաշվարկը չի արվել, տուգանքը չի ավելացել, հիմնադրամի ծախսերը ճիշտ չեն գնահատվել։ Դա էլի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականություններ, որը չի կատարվել։ Պարոն Դիլանյան, ընտրողը նաև լսում է։ Եվ այս 4-5 օրվա ընթացքում լսեց դատավարության մասնակիցների հարցերը եւ դրանց տրված չպատասխանները։ Լսեց նաև, որ մեր կողմից առաջարկ եղավ նաև մեկնումի հիմքում կած ձայների հաշվարկի թերությունների, այսինքն բացակայող ստորագրությունների առումով ձևավորել աշխատանքային խումբ մեր Սահմանադրական դատարանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներից, որպեսզի վերջո պարզվի, թե ի վերջո նվազեցված թվերից 4000-5000 տարբերությունը ինչով է պայմանավորված։ Այդ առաջարկը չընդունվեց եւ ինչպես նշեցի նաև պատասխանողն էլ էնտուզիազմ չուներ այդ հարցը արագ աշխատակարգային եղանակով լուծելու համար եւ մենք պնդում ենք, որ մեր կողմից ներկայացված փաստը բարձրացիանում չի հերկվել եւ պետք է ընդունվի որոշման կայացման հիմքում դրվի։ Պարոն Շաթիրյան, ներողություն, մենք էլ այստեղ բանն ենք ավելացնելու։ Մենք տեսանք զինծառայողների մասնակցության խնդիրը տեղամասում։ Հարց պատասխանի ընթացքում ընտրողը լսեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ տեղամասից խնդիրը բարձրացվել է տարածքային, եկել է այնուհետև անմիջապես իրեն է հասել, ինքը կարգավորել է, բայց լավ չի կարգավորել։ Դժվար է երկու մարդու միջոցով փոխանցել պարզ տեքստ, որ քվյախը սենյակից դուրս ոչ մեկ չպետք է քվյարկի, ու դա տեղ չհասնի, մանավանդ որ տեղի հանձնաժողովի նախագահը հաստատ անոմալ պայմաններում ինքնագործունեությամբ չէր զբաղվելու եւ այդ զանգերի պատմությունը հուշում է, որ այդ գործողությունները կատարվել են։ Արդյունքում ինչ է ստացվում, Վահագն Հովակիմյանը սխալվել է, չի կարգավորել, չի հետևել ժամերի ընթացքում, քվեարկությունը երբ ավարտվել 10-ին 11-ին։ Ու հետո դրա բացասական հետևանքով պետք է կրի հայ ընտրող, 58000 ընտրող։ Պարոն Շաթիրյան, ընտրողը նաև հաշվել գիտի ու շատ լավ տեսնում ու հաշվում է Վահագն Հովակիմյանի թվաբանությունը, ԲՀԿ-ի կողմից ներկայացված հաշվարկների հակասությունը եւ ի հակառակ կամ զուգահեռ իրավաբանության թվեր չեն կարող միաժամանակ ճիշտ լինել այս բոլորի համար։ Պարոն Շաթիրյան, մեր եւ ձեր մաթեմատիկան իրար համապատասխանում է, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ տարբերվում է։ Այն պարզ հարցին, թե ինչ կլիներ ընտրությունների արդյունքը, եթե 3 տեղամասերում անվավեր չճանաչվեր, պարզ վերապահումով, պայմանական հարցով դատողություն։ Այդպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ հստակ պատասխանա չտվեց, որ ԲՀԿ-ն հավաքելու էր 4% ձայները։ Տիկին Սաֆարյան, ընտրողը նաև հոտառություն ունի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի համերկրացիները ասում են նյուխ, ինտուիցիա, զգում են։ Նույնիսկ երբ ամբողջ տեղեկատվությունը նա չունի, նա հասկանում է մթնոլորտը ինչպիսին է։ Ատելության խոսքին վերաբերյալ։ Այստեղ քաղաքացիական պայմանագրի գործընկերները շատ տխուր փորձեր են անում ըստիս արդարացնելու իրենց առաջնորդի դասագրքային ատելության խոսքը։ Տեսարանը ճիշտ ասած ավելի թշվառ է դառնում, երբ փորձում են այն արտահայտությունները դուխի չես զոհվել, կզացնելու եմ, գետինը մտնես արտահայտությունները արդարացնել հակառակորդներին ուղղած լինելու պատճառաբանությամբ։ Այդ արտահայտությունները որևէ մեկին կլինի հասարակ քաղաքացի, կլինի քաղաքական մրցակից, ընդունելի լինել չեն կարող եւ ես եւս ակնկալում եմ բարձր դատարանի հստակ դիրքորոշումը, որպիսի նմանատիպ արտահայտությունները վարչական ռեսուրս ունեցող ուժի առաջնորդի կիրառությամբ հատկապես բացառվեն մեր քաղաքական խոսույթից։ Իրապես ակնկալում եմ նվազագույն ակնկալիքը, որ կարող եմ ունենալ բարձր դատարանից, արձանագրել, որ որևէ մեկի նկատմամբ նման արտահայտություններ կիրառվել չեն կարող եւ ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ կերպ փորձում են արդարացնել այդ արտահայտությունների գոյությունը մեր խոսույթում։ Հարգելի ներկայացուցիչներ, կներեք, որ ընդհատում եմ մնաց 5 րոպե ձեր խոսքի ավարտին։ Մի քիչ արագացնենք, որ պարոն Մինասյանը նույնպես
խոսք ունի ասելու։ Բարձր դատարան մենք նկատել ենք այդ երկակի ստանդարտները, այնինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին։ Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նրա զրպարտությունները 100 հազարավոր քաղաքացիների հասցեին վիրավորանքները ատելության խոսքը, դա սուր քաղաքական խոսք է։ Երբ իրենց են այդպես կամ ավելի մեղմ հակադարձում, փռվում են ասֆալտին, բանտարկվում են, խոշտանգվում են ՀՀ քաղաքացիները։ Դատախազության հարց ենք տվել Նուբարաշյանի եւ Արտուր Օսիպյանի դեպքերի վերաբերյալ, Նուբարաշյանի վերաբերյալ հստակ ներկայացվեց, որ որևէ շտապողականություն չկա ինչպես ընդդիմադիրների վերաբերյալ գործերում, այդպես էլ մինչ առայսօր պարզված չի, թե ինչպես պատահեց, որ անձը հասավ ինքնասպանության ԿՊ պաստառը փոկելուց հետո, իսկ Արտուր Օսիպյանի վերաբերյալ գործով այդպես էլ չներկայացվեց տարբերակված ինչ հատկանիշներ կան Նիկոլ Փաշինյանի եւ այդ անձի գործողությունների միջև, այսպիսով էլ հիմնավորելով, որ նաև Վարդ Սրացյանը հիմնավորելով քաղաքացիական հասարակության այն պնդումը, որ այդ անձը ենթարկվել է քաղաքական հալածանքի, քաղաքական հետապնդման եւ քաղաքական բանտարկության, այդ թվում հակառակ քաղաքական կարծիքները լրացնելու քաղաքական շահով պայմանավորված։ Պարոն Հովակիմյան, շնորհակալ ենք ձեզ ձեր ժամանակի համար։ Պարոն Դիլանյան, այսպիսին է ընտրողը։ Նա տեսնում է, նա լսում է, նա մտածում է, նա հաշվում է, նա զգում է։ Եվ նա տեսավ այս ընթացքում, որ պետական ապարատը ծառայեց մեկ քաղաքական ուժի, պետական միջոցները դարձան կուսակցական ռեսուրս, վերահսկող մարմինները չաշխատեցին, քրեական եւ վարչական մեխանիզմները չգործեցին եւ գործեցին իջհարս ընտրական process-ների եւ հավասարության։ Դատարանում պատասխան չտրվեց ամենակարևոր հարցերին եւ ընտրողը նաեւ այս բոլորի զգայարաններով եւ ունակություններով տեսավ, որ նույնիսկ այս դատավարության ընթացքում բարձր դատանի դատավորների կողմից չհնչեց մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին։